Ես չեմ պատրաստվում այսօր խոսել եկեղեցու դեմ հարձակման անօրինականությունից, դա եւ Հայաստանի օրենքներով է անօրինական, եւ միջազգային օրենքներով, օրինակ շատ ենք խոսում Եվրոպա գնալու մասին, բայց եկեղեցու դեմ այս հարձակումը խախտում է հենց մեկը մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, հա։ Դա մի կողմ դնենք, ես ուզում եմ խոսել հետեւյալի մասին։ Եկեղեցին այսօր մեզ հույս տվող երևի թե միակ ինստիտուտն է, այսինքն միակ ինստիտուտն է, որ մեզ կարող է հույս տալ ապագայի մասին, երբևէ հզոր հայրենիք ունենալու մասին, որը կարող է հույս տալ, որ մենք ի վերջո ոտքի կկանգնենք ու կարողանանք պաշտպանել մեր երկիրը, մեր հողը, վերադարձնել մեր գերեվարված եղբայրներին եւ այլն, եւ կարծում եմ, որ եկեղեցու դեմ այս հարձակման նպատակներից մեկը մեզ հենց այդ հույսից զրկելն է, որովհետեւ հույսը կորցրած մարդիկ իրենք ունակ չեն դիմադրելու, իրենք ունակ չեն պայքարելու իրենց իրավունքների համար, հենց այդ պատճառով էլ գրեթե բոլոր բռնապետները այս կամ այն ձևով փորձում են եկեղեցին իրենցով անեն, հարձակվում են եկեղեցու վրա, լինեն դա բոլշևիկներ, լինի դա, չգիտեմ, Քեմալ Աթաթուրքը, լինի դա ով ասես, հա։ Հենց նույն պատճառով է ցեղասպանության ժամանակ օրինակ հայկական հենց հոգևորականները առաջնային թիրախներից մեկն էին երիտթուրքերի։ Եվ հենց այդ պատճառով էլ ես սատարում եմ հայ առաքելական եկեղեցուն, ես սատարում եմ վեհափառ հայրապետին ու ցանկացած մարդու, ով ձայն ունի ու հասկանում է այս խնդիրը, կոչ եմ անում բարձրաձայնել, բարձրաձայն ցույց տալ սատարումը հայ առաքելական եկեղեցուն եւ վեհափառ հորը։